Կա մի հատ իրավիճակ, որտեղ որ ոչ մի շանս դու չունես ոչ երկիրդ պահելու, ոչ էլ խաղաղություն ունենալու։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Այս մասին մենք պետք է ազնվորեն խոսենք եւ իմանանք, որովհետեւ դա գրված է եւ Աստվածաշնչում հստակ սևով սպիտակի վրա, եւ դա մենք տեսնում ենք պատմության ընթացքում տարբեր պատմական դեպքերից։ Անցյալ կիրակի օրը մեր բոլոր եկեղեցիներում ընթերցվում էր Եսայի մարգարեության 56 եւ 57-րդ գլուխը։ 57-րդ գլխում 3 հետաքրքիր բան նկատեցի, երբ որ կարդում էի, որից 3 դասեր ենք սովորում եւ ուզում եմ, որ այդ մասին խոսենք, սիրելի ժողովուրդ։ Որովհետեւ այնտեղ ներկայացված է մի վիճակ, որ Տերն ասում է, որ եթե դու այս վիճակի մեջ ես, քո համար խաղաղություն չկա։ Եվ ասում է, եթե դու լինես այս մյուս վիճակի մեջ, դու կժառանգես իմ սուրբ լեռը եւ կստանաս քո երկիրը։ Իսկ ասում է, եթե դու սենց վիճակի մեջ ես, ասում է, միթե ես չեմ բարկանալու։ Ուրեմն 57-րդ գլխի մեջ Աստված խոսում է եւ ասում է, թվում է մարդկային մեղքերի մի շարք, անօրենություններ, որ մարդիկ անում են, անազնիվ բաներ, որ մարդիկ անում են, մանր-մունր, ոչ միայն մեծ։ Ու սենց մի խոսք ասում է, ես սրա վրա բա չեմ բարկանալու։ Սա հատուկ նրանց համար, որ մարդիկ իմանան, որ դուք մի կարծեք, սիրելի ժողովուրդ, որ եթե դուք մանր-մունր վատ բաներ եք անում, անօրենություններ եք անում, խաբում եք, գցում եք, չգիտեմ, վերցնում եք այն ինչ-որ ձերը չի պատկանում, մի մտածեք, որ Աստված աչք է փակելու այս ամեն ինչի վրա։ Չէ, Աստված ասում է, որ ինքը բարկանալու է այդ ամեն ինչի վրա ու պատժելու է, հստակ գրված Աստվածաշնչում շատ տեղեր պատժում է, որովհետև որդու պես է մեզ նայում, եթե խրատին համբերող լինենք։ Ու ասում է, որ բա ինչ կարծում ես սրա վրա չեմ բարկանալու։ Երկրորդ դասը, որ սովորում ենք, բայց մինչև այս երկրորդն ու երրորդը թվելը, խնդրում եմ դուք էլ այս ձայնագրությունը, եթե ձեր սրտին խոսում է, մտածել է տալիս, դուք կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի հայ մարդիկ, ավելի շատ հայ մարդիկ իրանք իմանան, որ իմանան ինչ պետք է չանենք ու ինչ պետք է անենք, որպեսզի Արցախը ետ բերենք, որպեսզի մեր երկիրը ժառանգենք, որպեսզի մեր խաղաղությունը չկորցնենք, որպեսզի հայրենիք ունենանք։ Երկրորդ բանը Աստված 57-րդ գլխում Եսայի մարգարեության մեջ ասում է, որ նա ով որ ունի իմ երկյուղը, նա պիտի ժառանգի երկիրը եւ իմ սուրբ լեռը։ Այդ որ լսեցի սուրբ լեռը, դե խոսքը ընդդեմ գնում է Սիոն լեռան մասին Երուսաղեմում։ Իմ սրտին մեծ ցավով հիշեցի Արցախի կորուստը։ Մենք էլ այնտեղ սուրբ լեռ ունենք, որ կոչվում է Գանձասար, Գանձիսար։ Իսկ եթե չգիտեք ինչու է կոչվում Գանձասար, լավ կլինի պրպտեք ու գտնեք։ Դա էլ սուրբ լեռ է, որ երբեք թշնամունը չի եղել։ Ու Տերն ասում է, որ նա ով որ ունի իմ երկյուղը, Աստուծո նկատմամբ երկյուղ, որի մասին էստեղ հաճախ խոսել եմ այս էջում, մի անգամ էլ մի ձայնագրություն արեցի, հիշում եք Միքայել Սրբազան Արցախի Շիրակի թեմի առաջնորդը հանգամանորեն խոսեց այս մասին։ Մարդը պետք է ունենա Տիրոջ երկյուղը ու ցավոք սրտի մեր ազգի մեջ եւ այսօր ամբողջ աշխարհում շատ մարդիկ չունեն Աստծո նկատմամբ երկյուղը, ոչ մի բանից չեն վախենում, ինչ ուզում են անում են, մտածելով որ պատիժ չկա, մեկ էլ հանկարծ քեզ ասում է, որ այս ինչ անբուժելի հիվանդություն ունես, կամ այս ծանր հիվանդություն ունես, կամ ընտանիքի անդամների հետ սա է պատահել, կամ այսպիսի մի բան, կամ այնպիսի մի բան, կամ տունդ ես կորցնում։ Սիրելի ժողովուրդ, մենք պետք է Աստծո նկատմամբ երկյուղն ունենանք եւ մեր հույսը դնենք Աստծո վրա։ Ասում է, ով որ իմ երկյուղն ունի եւ հույսը դրել է իմ վրա, նա կստանա երկիրը որպես ժառանգություն եւ իմ սուրբ լեռը։ Ես հիմա մոտավոր բառերով եմ դա ասում, անգիր չեմ հիշում կոնկրետ այնտեղ ոնց էր ասվում։ Իսկ Աստծո նկատմամբ երկյուղ ունենալ եւ Աստծո վրա հույս դները դա նշանակում է դու պետք է Տիրոջ պատվիրանները կատարես, նոր հույսը դնես իր վրա։ Դու չես կարող գնաս քո ուզած ձևով ապրես եւ ասես իմ հույսը Աստված է։ Մանավանդ երբ որ դու շատ մեղավոր ձևով ասում ես իմ վերջի հույսն է Աստված, հա? Առաջի հույսդ քո բիլակն է, քո զենքն է, քո այսինչն է, քո այնինչն է, այս որ դրանք չաշխատեն նոր Աստծո վրա, կընդունի Աստված բատենց բան։ Աստված պետք է լինի քո առաջի, միջի, վերջի եւ միակ հույսը։ Եվ դու դա կարող ես անել հույսը դնել Տիրոջ վրա, երբ որ դու ձգտում ես գիշեր-ցերեկ քո ամբողջ սրտով ու ամբողջ ուժով ու ամբողջ էներգիայով սիրել քո Տեր Աստծուն եւ հնազանդվել նրան, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ երրորդ բանը, որ
Եսայի մարգարեության 57-րդ գլխի ամենավերջին նախադասությունն է։ Այսպիսի մի նախադասություն է ասում Տերը։ Ասում է ամբարիշտ մարդը խաղաղություն չի ունենա, ասում է Տերը։ Ամբարիշտը խաղաղություն չի ունենա։ Շատ մարդիկ մտածում են ամբարիշտ նշանակում է չբարեշող, անհաշտ, ոչ։ Ամբարիշտ նշանակում է անկրուն, անաստված, կռապաշտ։ Դուք տեսեք մեր ազգի ինչքան զավակներ էին հրապուրված Անահիտով, դաժե քրիստոնյաներ գնացին, տեսան նկարվան, կիսեցին Facebook-ով, բան։ Այդ Անահիտի պատճառով էր, որ Գրիգոր Լուսավորիչը այսքան տանջվեց, որովհետև չգնաց մոտիկ, մի հատ ծաղիկ դաժե չդրեց նրա մեհյանի վրա։ Ամբարիշտ մարդը խաղաղություն չի ունենալու, անաստված մարդը խաղաղություն չի ունենալու, այսինքն դու կարաս կորցնես քո երկիրը, դու կարաս կորցնես քո հայրենիքը, բայց էլի խաղաղություն չես ունենա։ Այդ տեսեք, կորցրեցինք Արցախը, զգուշացում տվեց մեզ Տերը քարորյա պատերազմից հետո, 44 օրյա պատերազմից հետո գոնե Արցախի մի մեծ մասը կար, բայց էլի դարձի չեկանք, էլի չապաշխարեցինք, էլի Աստծո երկյուղը չունեցանք, Արցախն է կորցրեցինք ու մինչև հիմա էլի խաղաղություն չունենք։ Սրանք մտածելու բաներ են տալիս։ Երբ պետք է մենք հասկանանք, որ Աստվածաշնչի խոսքը, Աստծո խոսքը ճշմարիտ խոսք է։ Եվ ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքից մի նշանախեց անգամ չի անցնի։ Անաստված, կռապաշտ մարդը խաղաղություն չի ունենա։ Հիմա դուք ձեզանից շատեր կասեն, ո՞ս թե ես անաստված չեմ, իմ Աստված իմ սրտի մեջ է։ Ես չգիտեմ ով է քո սրտի մեջ, բայց դու քո Աստծուն ճանաչում ես։ Տեր Հիսուսն ասում է իմ ոչխարներին ես ճանաչում եմ եւ ճանաչվում նրանց կողմից։ Այն օրը դրա մասին ձայնագրություն է արել։ Ձեզանից որ դուք լսում եք, դուք կարա գոնե 5 կամ 10 նախադասություն Քրիստոսի մասին պատմեք։ Եվ որpիսի դու ճանաչես ու ճանաչվես Աստծո, դու պետք է հնազանդվես իր պատվիրաններին։ Դու ճանաչում ես Աստծուն, երբ որ դու սկսում ես իր պատվիրանները կատարել։ Իսկ եթե դու այդ ամեն ինչը չես անում, դու բերանով ստից քրիստոնյա ես, ոչ պատարագի ես մասնակցում, ոչ մեղքեր ես խոստովանում, ոչ անդրադառնում ես քո մեղքերի վրա, այլ ապրում ես անաստված կռապաշտ մարդ, բայց բերանով էլ ասում ես մենք առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք։ Սիրելի ժողովուրդ, եթե մենք Աստծո երկյուղը չունենանք, եթե դա չսկսի հենց քեզանից, ինձանից, եւ ապրենք ամբարիշտ կյանք, մենք խաղաղություն չենք ունենա։ Դե լավ եղեք, սիրելի ժողովուրդ, հիշեք, գոնե սկսեք փոքր քայլերից, սկսեք ամեն Կիրակի պատարագի գնալ, ծերից ծեր մասնակցել, նույնիսկ եթե դուք դա չհասկանաք։ Բայց սպունգի պես ներքաշեք մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, լսեք պատարագի մեկնություններ, որ ինտերնետում շատ կան, եւ սկսեք հասկանալ, ու սկսեք կարդալ Ավետարան ըստ Մատթեոսի, Ավետարան ըստ Ղուկասի, որպեսզի սովորենք Աստծո խոսքը, ճանաչենք մեր Տիրոջը եւ դառնանք Աստծո երկյուղն ունեցող, Աստծո պատվիրանները կատարող, Աստծո վրա հույս դնող ազգ, այլ ոչ թե ամբարիշտ, որովհետեւ ամբարիշտը խաղաղություն չի ունենա, կկորցնի իր հայրենիքը, իսկ Աստծո երկյուղն ունեցող մարդը կժառանգի երկիրը, հայրենիք եւ Աստծո սուրբ լեռը, ու մեր Տեր Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։